Բարի երեկո, Ազատության շաբաթօրյա եթերում լրատվական կենտրոնն է, այսօրվա թեմաներն են։ Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացվել Սամվել Կարապետյանին ազատ արձակելու պահանջով։ Մենք պետք է բոլորս պատրաստ լինենք եւ աշխատենք եւ գնանք դեպի ընտրություններ։ Արդյոք իրավապահները կհասնեն նաև ամենայն հայոց կաթողիկոսին։ Ջրամատակարարում պահանջող քարաձորցին պնդում է, որ Սպիտակի ղեկավարն իրեն ծեծել է հենց քաղաքապետարանում։ We want peace. Putin doesn't want. Թրամփ-Զելենսկի բանակցությունների արդյունքներով այդպես էլ անորոշ մնաց արդյոք Վաշինգտոնը Կիև կառքի Տոմահոք հզոր հրթիռները։ We want tomahawks also. Հատուկ ռեպորտաժ Ստամբուլից Պոլսահայ համայնքն ավելի ու ավելի փոքրանում է։ Սամվել Կարապետյանի աջակիցներն այսօր հանրահավաք էին հրավիրել Ազատության հրապարակում։ Ռուսաստանաբնակ միլիարդ հատիրոջ կալանքը այս շաբաթ դատարանը երկարաձգեց 1 ամսով։ Նա բանտից քաղաքական շարժում է սկսել հաջորդ տարվա ընտրությունների հայտ ներկայացնելով։ Կարապետյանը իրավապահների ու անձամբ վարչապետի ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ հայտարարեց, թե իր ձևով աջակցելու է եկեղեցուն։ Կապ հաստատենք մեր թղթակից Շողիկ Գալստյանի հետ, նա էր հետևում հանրահավաքին եւ դրան հաջորդած երթին։ Բարի երեկո, Շողիկ, ովքեր էին ելույթ ունենում եւ ինչ էին ասում։ Բարի երեկո Կարլեն, բարի երեկո հարգելի առօստադիտողներ, այս րոպեներին արդեն երթը ավարտված է, ես նշեմ, որ երթը հետևեց Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքին, մեր ձևով շարժումը հանրահավաք էր նախաձեռնել Ազատության հրապարակում, որը շարունակվեց հետո արդեն երթով, մինչ ելույթներին անդրադառնալը ես նշեմ, որ երթի մասնակիցները եկան դեպի ազգային անվտանգության ծառայության շենք, մոտ 10 րոպե արդեն երթը ավարտված է, իսկ շենքի մոտ նրանք մի քանի հիմնական պահանջ էին հնչեցնում, որոնցից գլխավորը Սամվել Կարապետյանին ազատ արձակելու պահանջն էր, իսկ Սամվել Կարապետյանը արդեն 4 ամիս է կալանքի տակ է եւ թե երթի ընթացքում, թե ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ հենց այս պահանջով էին հանդես գալիս երթի մասնակիցները ազատ արձակել Սամվել Կարապետյանին եւ նաեւ կալանավորված հոգեվորականներին։ Boycott! 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 Մենք պայքարով ժողովուրդ ենք, մենք հայ ենք ու չենք հատուժել ունոմապահված վերսերություններին, ազատություն, Սամվել Կարապետյանին, ազատություն, 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 ազատություն։ Բացի Սամվել Կարապետյանին ազատ արձակելու պահանջից այստեղ հավաքված երթի նախաձեռնողները, հավաքի նախաձեռնողները նաև խոսում էին, ինչպես իրենք էին ձևակերպում իշխանությունների եկեղեցու նկատմամբ իրականացրած ճնշումներից, պնդում էին, որ կանգնելու են եկեղեցու կողքին, աջակցելու են հոգևորականներին, իշխանությունների գործողությունների այս ֆոնին, այս պայմաններում, իսկ մինչ այստեղ ազգային անվտանգության ծառայության շենք հասնելը Ազատության հրապարակում հանրահավաքը տևեց մոտ 1 ժամ։ Ելույթ ունեցողները մեր շարժումը այս նախաձեռնության անդամներն էին, մասնավորապես Նարեկ Կարապետյանը, փաստաբան Արամ Վարդևանյանը, որը նաև Կարապետյանի պաշտպանությունն է իրականացնում, եւ մյուս անդամները։ Նրանք կրկին խոսեցին 2026-ի ընտրություններին իրենց մասնակցությունից եւ հայտարարեցին, որ իշխանությունից հեռացնելու են վարչապետ Փաշինյանին եւ նրա թիմին, ամեն դեպքում Նարեկ Կարապետյանը համոզված էր, որ իրենց դա հաջողվելու է եւ հաջողվելու է դա անել հենց խորհրդարանական հերթական ընտրությունների միջոցով, թե ինչ տարբերակով եւ ինչ մեթոդներով առաջարկում եմ լսել Կարապետյանի մեկնաբանությունները այդ հարցի վերաբերյալ։ Մենք պետք է բոլորս պատրաստ լինենք եւ աշխատենք եւ գնանք դեպի ընտրություններ։ Մենք տեսնում ենք, որ հայ ժողովուրդը ունի հնարավորություն արդար ընտրություններով
լավ աշխատանքով իշխանությունից հեռացնել այս խմբակին։ Շատերը կասեն, Նարեկ ջան, ինչպես ենք մենք իշխանությունից հեռացնելու նրան, եթե նա ունի պետական ռեսուրսներ, նա ճնշումներ է գործադրելու, նա մարդկանց տիպողաբար տանելու է ընտրելու, ես կարող եմ ասել այդ ժամանակ, հաղթանակը պետք է լինի այնպես, որ իրենց տիպողաբար ընտրած 10,000, 20,000 այդ մարդկանց ձայները վերջնական արդյունքի վրա տարբերություն չտան, այսինքն քաղաքացիական պայմանագիր կուսակցության պարտությունը լինի անվերապահելի։ Իսկ ինչ պետք է բոլորս անենք դրա համար, ամեն մեկս, ովքեր այստեղ են, գիտեմ, որ շատ մարդիկ իրենց գործը թողել, եկել են այստեղ, որպեսզի հարցերի պատասխան լսեն։ Կարևոր հարցերի պատասխան։ Լավ, ինչ անենք, որպեսզի այդ օրը մեկ օր շուտ գա։ Ինչ ես դու առաջարկում, շատ շարժումներ են ունեցել։ Մեր հայրենիքում շատ շարժումներ են եղել, որոնց ինչ պատճառներով չեն հաջողվել։ Ինչն է ձեր առաջարկը։ Իմ առաջարկը մի բանն է։ Այստեղ կան տասնյակ հազար մարդիկ, տասնյակ հազար Հայաստանի քաղաքացիներ։ Բոլորս եւ ամեն մեկս, եթե աշխատենք ակտիվ եւ խոսենք մեր շրջապատի հետ, բոլորի հետ պետք է մեր շրջապատում խոսել, բոլորին պատմել ճշմարտությունը, համբերատար հարևանների, բարեկամների, բոլորի հետ խնդրում եմ, սա է ճիշտ ճանապարհը, խոսեք, պատմեք, բացեք այդ մարդկանց աչքերը, որովհետև այն ինչ մենք գիտենք, հնարավոր է այդ մարդիկ չգիտեն, եթե ամեն մեկը այստեղի գտնվող տասնյակ հազար մարդկանցից 3 հոգու կարողանա այնպես անի, որ նրանց աչքերը բացվեն, որ նրանք ճիշտ քաղաքացիական դիրքորոշում ունենան, ես վստահեցնում եմ, մի քանի ամիս հետո մեր հասարակությունում իրավիճակը կատարյալ փոփոխված է լինելու եւ այս իշխանությունը շանս չունի մնալու։ Շողիկ, սա փաստորեն դասական ընտրական հայտ է, բայց արդյոք միաժամանակ խոսվում է նաև իշխանափոխության այլ սցենարների մասին, բողոքի ակցիաներ, հանրահավաքներ եւ այլն, ինչ են ասում հետագա պլանների մասին։ Կարլեն, կարող ենք ասել, որ ոչ հիմնական շեշտը դրված էր ընտրական պրոցեսով իշխանությունը փոխելու մասին էր հիմնականում խոսվում եւ դա պատկերացնում էին իրենք ընտրությունների միջոցով ամեն դեպքում Նարեկ Կարապետյանը համոզված էր, որ դա հնարավոր է անել հենց ընտրությունների միջոցով, այլ սցենարներ այստեղ այսօր չքննարկվեցին, այլ սցենարների մասին հայտարարություններ չեղան, կարծես թե այս շարժումը պատրաստվում է հենց ընտրություններին եւ ինչպես իրենք են հայտարարել, առաջիկայում նաեւ իրենց քաղաքական ուժը կստեղծեն, ընտրական process-ի հետ կապված եւ մասնակցության եւ այլ հարցերի հետ կապված այլ մանրամասներ այսօր հնչած ելույթներում չեղան, Նարեկ Կարապետյանը նաեւ հրաժարվեց հարցերի պատասխանել, մենք փորձեցինք ամեն դեպքում 1-2 հարց ուղղել իրեն, բայց ասաց, որ այսօր ճեպազրույց չի նախատեսել, որևէ հարցի չպատասխանեց, իսկ առաջիկա քայլերի հետ կապված մոտակա օրերին, ինչպես այստեղ ազգային անվտանգության ծառայության մոտ հայտարարեցին, պատրաստվում են իրականացնել ուխտագնացություն դեպի Էջմիածին, հստակ օր եւ ժամ չասացին, ասացին այդ մասին լրացուցիչ կխոսեն, իսկ այդ նախաձեռնությունը, ինչպես իրենք բնութագրեցին, միտված է եկեղեցու պաշտպանությանը, որպեսզի ցույց տան, որ եկեղեցին միայնակ չէ իշխանությունների հետ այս առճակատման այս պայմաններում իրենք այդ բնորոշումն էին տալիս եւ մնացածի հետ կապված ասացին, որ իրենց հետագա քայլերի մասին կտեղեկացնեն մարդկանց արդեն իրենց հարթակներով, այսքանը Կարլեն։ Շնորհակալություն, ես հիշեցնեմ, որ մեր թղթակից Շողիկ Գալստյանն էր հաղորդում։
Եվ եկեղեցու թեման շարունակելով մեկ օր է անցել իշխանամերձ լրատվամիջոցներում սկանդալային ձայնագրության հրապարակումից, իրավապահները միայն հայտնել են, որ քրեական գործ են հարուցել, սակայն առայժմ կասկածյալի կամ մեղադրյալի մասին լուր չկա։ Ենթադրյալ հոգևորականների զրույցում հիշատակվում է կաթողիկոսի անունը ընդդիմության հավաքներին, քահանաներին ստիպողաբար ուղարկելու թեմայով։ Հաշվի առնելով նախադեպերը, հնչում են մտավախություններ, որ իրավապահները նաև Գարեգին II-ի հետևից են գնալու։ Քննչական կոմիտեն երեկվանից չի մանրամասնում, թե իշխանական լրատվամիջոցներում հայտնված ձայնագրության փաստով հարուցված վարույթով արդյոք հստակ է կասկածյալների շրջանակն ու արդյոք նրանց շարքում է ամենայն հայոց կաթողիկոսը։ Երեք հրապարակված ձայնագրության մեջ ենթադրաբար կաթողիկոսի նախկին գավազանակիր աղա Նաբեղա Երնջակյանը դժգոհում է Նաթան arczepiskopos Հովհաննիսյանին, թե Գարեգին II-ն իրեն ստիպում է մասնակցել հակաիշխանական ցույցերի։ Այս հրապարակումներից ժամեր անց վարույթ հարուցվեց իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու հոդվածով։ Երբ եւ ով է արել այս ձայնագրությունը, իրավապահները չեն մանրամասնում։ Ձայնագրության իսկությունը հնարավոր չէ ստուգել, պարզ չէ, թե ինչպես է այն հայտնվել իշխանական լրատվամիջոցների ձեռքում։ Մայրաթորը շտապեց հանցագործություն որակել հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը եւ ընդգծեց իշխանությունների կողմից եկեղեցու դեմ սանձազերծված գործողությունների շրջանակում իրավապահ եւ դատական համակարգը լցված է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը։ Ամենայն հայոց կաթողիկոսին վերագրվող նման արտահայտությունների շրջանառման նպատակն է վարկաբեկել եւ թշնամանք հարուցել եկեղեցու եւ եկեղեցականների նկատմամբ։ Հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը ինքնին հանցագործություն է եւ առանձին թեմա, որին իրավապահ մարմինները հույս ունենք, որ համարժեք արձագանք կտան։ Ակնհայտ է, որ դա հարուցվել է կաթողիկոսի դեմ։ Տրամաբանությունը շատ պարզ է այստեղ։ Իրավաբան անգամ լինելու կարիք չկա, որպեսզի հասկանանք, թե ով է այս նախաձեռնված քրեական վարույթով, ով է այս պահի դրությամբ միակ կասկածյալը։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանն ուշադրություն է հրավիրում երկու հանգամանքի վրա։ Ըստ նրա ակնհայտ է, որ այս գործով գլխավոր կասկածյալ կարող է լինել հենց կաթողիկոսն ու այս գործը հենց նրա դեմ է։ Դրա համար բավական է միայն ծանոթանալ այդ ապօրինաբար կատարված գաղտնալսմանն ու քրեական այդ հոդվածին եւ հասկանալ իրականությունը, ընդգծում է փաստաբանը։ Այս երկուսը որ համադրում ենք, տեսնում ենք, որ հոդվածի բովանդակության մեջ մտնող գործողությանը միակ անդրադարձը դա խոսակիցներից մեկի, մասնավորապես ինչպես ներկայացվում է նախկին հոգևորականի կողմից ամենայն հայոց հայրապետի ուղղությամբ հնչեցված մեղադրանքն է, թե իբր վեհապարը նրան ստիպել է, որպեսզի մասնակցի ինչ-որ այսպես հանրահավաք։ Այդ պայմաններում չասել, որ այս քրեական վարույթը նախաձեռնվել է վեհապարի դեմ, ես համարում եմ մեղմ ասած զբաղվել փարիսեցիությամբ։ Չնայած սրան, քննչականի խոսնակը երեք շտապեց պնդել, որ վարույթը որևէ մեկի դեմ չէ, այլ դեպքի, փաստի առթիվ, բայց իրավաբանը հակադարձում է։ Այլ բան կլիներ, եթե օրինակ քրեական վարույթը նախաձեռնվել ոչ թե նշված հոդվածով, այլ քրեական վարույթը նախաձեռնվել ապօրինի գաղտնալսման հոդվածով։ Ռուբեն Մելիքյանը սակայն ընդգծում է, եթե 2023 թվականին արված այդ ձայնագրություն իսկապես օրինական արված լիներ, ապա հենց դա կդրվեր 3 հարուցված գործի շրջանակում։ Մինչդեռ քննչականը գործի հիմքում դրել է տարօրինակ զուգադիպությամբ իշխանական լրատվամիջոցներում հայտնված ձայնագրությունը։ Մելիքյանի կարծիքով սրան կարող է հետևել իրավապահների մուտքը վեհարան կաթողիկոսի հետևից, այնպես ինչպես արեցին օրերս նույն հոդվածով վարույթ նախաձեռնելուց հետո, երբ մեղադրանք առաջադրեցին ու կալանավորեցին Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանին ընտրական իրավունքին խոչընդոտելու եւ հավաքներին մասնակցելուն հարկադրելու հոդվածներով։ Մայրաթորի բակն այսօր մարդաշատ էր, ոմանք եկեղեցի էին եկել, ոմանք էլ հանգիստն էին անցկացնում բակում։ Հոգևորականների հետ ազատությանը զրուցել չհաջողվեց։ Տերասողի քահանան փոխանցեց միայն իրենց երեկվա հայտարարությունում ամեն ինչ ասված է։ Իմ ցանկությունս է, որ իրար կողքի լինեն, միասնական։ Ուզում եմ, որ միասին լինեն, ով ուզում են այնց անեն, որ մեկը քիչ թուլացնի, մյուսը թուլացնի, միասին իրար կողքի գանի, մենք էլ ուրախանանք։ Իմանանք, որ մեկ ազգ ենք, մի պետություն ենք։ Տեղյակ եք, որ հոգևորականներ են ձերբակալվել։ Տեղյակ եք։ Տեղյակ ենք, բայց թե իրար խառնվել է մի քիչ երկուսով իրար խառնվան, լավ չի։ Նրանք մեկը մեկին հետ գործ չունի, եկեղեցին մեկ էլ բանը քաղաքացիությունը գործ չունի։ Թե չէ այսպես երկար իրար թշնամանքը մեզի ձեռք չի տալի։ Այ ինչու այսպես բան եղանք, ինչքան թշնամացան իրար այդ բանը հարևան երկրի օգուտն եղավ սա։ Ազատության հետ զրուցած քաղաքացիների մի մասը մտահոգված է իշխանություն Մայրաթոր լարված հարաբերություններից, մյուս մասը դեմ է, որ վարչապետը խառնվի եկեղեցու գործերին։ Կալանավորում են հոգևորական։ Սխալ է, դա ամեն ինչը սխալ է։ Ինչու, որովհետև չի կարելի եկեղեցուն կպնել։
Վերջին օրերին հոգևորականների ընդդիմադիրների ձերբակալություններին են անդրադարձել մեկ տասնյակ հասարակական կազմակերպությունները։ Նրանք դատապարտում են իրենց խոսքով քրեական արդարադատության գործիքակազմը ընտրովի պատժիչ նպատակներով օգտագործելու դրսևորումները։ Դրանք ուղեկցվում են մարդու իրավունքների խախտմամբ, ընդգծում են քաղաքասարակության ներկայացուցիչներն ու որպես օրինակ նշում իրավապահների հասցեին կոշտ քննադատական գրառման համար կալանավորված փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով 2 տարվա ազատազրկման դատապարտված Միքայել Աջապահյանի գործերը։ Ընդգծում են, որ սա պատիժ է խոսքի արտահայտման համար։ Նաև օրինակ են բերում միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանի գործը, որը կրկին կալանքի տակ է խոսքի համար, ինչը իրավապահները որակել են իշխանությունը զավթելու կոչ։ Քաղաքասարակության ներկայացուցիչները կոչ են անում իշխանությանը զերծ մնալ իրավապահների վրա ազդեցությունից ու անմեղության կանխավարկածը խախտելուց։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Վատիկան վաղը Սուրբ Պետրոսի հրապարակում մասնակցելու arczepiskopos Իգնատիոս Սմալոյանի եւ եւս 6 երաներիների սրբադասման արարողությանը, որը տեղի կունենա Լևոն Պապի հանդիսապետությամբ։ Այցի շրջանակում նախատեսված է նաեւ վարչապետի եւ Հռոմի Պապի առանձնազրույցը։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը Դոլչե Վելեի հետ ծավալուն հարցազրույցում անդրադարձել է նաև Եվրամիությանը հնարավոր անդամակցությանը, հիշեցնելով, որ այդ նպատակով Հայաստանում անգամ օրենք է ընդունվել։ Թե երբ մենք այդ կներկայացնենք, հստակ չեմ կարող ասել, դա գուցե հաջորդ ամիս լինի, գուցե հաջորդ տարի։ Միաժամանակ, ինչպես նշեցի, դա մեր պաշտոնական քաղաքականությունն է։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մեզանից պահանջում են ավելի առաջ գնալ։ Լրատվական կենտրոնն է Ազատության եթերում, օրվա լուրերն անընդհատ թարմացվում են նաև մեր Telegram-ի ալիքում, իսկ թողարկման երկրորդ հատվածում դիտեք։ We want peace. Putin doesn't want. Թրամփ-Զելենսկի բանակցությունների արդյունքներով այդպես էլ անորոշ մնաց արդյոք Վաշինգտոնը Կիև կառակի Տոմահոկ հզոր հրթիռները։ We want tomahawks also. Հատուկ ռեպորտաժ Ստամբուլից Պոլսահայ համայնքն ավելի ու ավելի փոքրանում է։ Արդյոք պետական վերահսկողական ծառայությունից տեղափոխվելով էլեկտրական ցանցեր Ռոմանոս Պետրոսյանը ստանում է ՀԵՑ-ի նախկին ղեկավարի բարձր աշխատավարձը, թե միլիոնները կրճատվել են։ Տեղեկությունը էլ-ցանցերը չի հրապարակում, բայց փոխարենը Պետրոսյանն ինքը պարբերաբար հայտնում է կառույցում վատնումների, մեծ ծախսերի, այդ թվում բարձրաստիճան ղեկավարների աշխատավարձերի կրճատումների մասին։ ՀԵՑ-ը պետք է ծառայի Հայաստանի Հանրապետության ժողովրդին։ Քանի միլիոն աշխատավարձով է Ռոմանոս Պետրոսյանը ՀԵՑ-ի ժամանակավոր կառավարչի պաշտոնում ծառայում ժողովրդին։ Ճիշտ է, որ 5 միլիոն 200 հազար դրամ աշխատավարձ է ստանում։ Ազատության այս հարցին ՀԵՑ-ից հրաժարվում են պատասխանել։ Պատճառաբանում են, թե աշխատավարձի տվյալը ընկերությունը առևտրային գաղտնիք է համարում։ Աշխատակցի անձնական իրավունքի տեսանկյունից էլ գաղտնի տեղեկատվություն են համարել ու հրաժարվել թիվը ասել։ Անհրաժեշտ է արձանագրել, որ ընկերության աշխատակցի աշխատավարձի վերաբերյալ տեղեկատվությունը որակվում է որպես գաղտնի տեղեկատվություն։ Մի կողմից տվյալ աշխատակցի անձնական իրավունքի պաշտպանության տեսանկյունից եւ մյուս կողմից ընկերության համար առևտրային գաղտնիք համարվելու տեսանկյունից։ Հետևաբար ողջ վերոշարադրյալի հիման վրա ձեր կողմից պահանջվող տեղեկատվության տրամադրումը ենթակա է մերժման։ Իր աշխատավարձը հանրությունից թաքցնող Ռոմանոս Պետրոսյանը հրապարակում է համակարգի աշխատավարձի տվյալները, անտեսելով անձնական ու կորպորատիվ գաղտնիքի պահանջը։ Որպես սկանդալային բացահայտում հրապարակել է ՀԵՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի աշխատավարձի չափը, թե տեղակալի պաշտոնում տարեկան մինչև 53 միլիոն դրամ է ստացել։ Այս աստղաբաշխական վարձատրությունները ազդել են ժողովրդի հոսանքի սակագնի վրա, հայտարարել է ՔՊԱ-ական ժամանակավոր կառավարիչը։ Նարեկ Կարապետյանը հերքել է ժամանակավոր կառավարչին, աշխատավարձը կապ չունի սակագնի հետ, ՀԵՑ-ի սեփականատիրոջ Սամվել Կարապետյանի միջոցներից է, ստացածն էլ փոխանցել է Տաշիր բարեգործական հիմնադրամին։ Տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում էլ ոչ մի դրամ չի ստանում։ Ինչ ծախսվել է, ում տրվել է վճար, մեծ մասը Սամվել Կարապետյանը իր միջոցներով է տրվել։ Ինք մեր ընկերությունը իր միջոցներից է տվել եւ դա սակագնի վրա որևէ ազդեցություն չունի։ Մի հատ տեղ կա, որտեղ ինքը հիմնավորված ինչ-որ բաներ գցե, որը իմ համար էլ է հետաքրքիր։ Սամվել Կարապետյանի թիմակիցների ֆեյսբուքյան ոչ պաշտոնական էջով, որ կոչվում է ՀԵՑ վերահսկողական կոմիտե, գրել են Ռոմանոս Պետրոսյանն էլ այդ նույն աղբյուրից ստանում է ամսական 5 միլիոն 200 հազար դրամ աշխատավարձ, հարկերով մաքուրը շուրջ 4 միլիոն, մոտավորապես այնքան, որքան Նարեկ Կարապետյանը։ Ես մտնում եմ հանուն Հայաստանի Հանրապետության
իմ կարգավիճակից բխող լիազորություններով։ Հեծը պետք է ծառայի ժողովրդին, գրեթե ամեն օր խոստանում է Պետրոսյանն ու այդպես էլ չի հրապարակում։ Ժողովրդին ինքը քանի միլիոնով է ծառայում ու իսկապես ճիշտ է հեծ վերահսկողական կոմիտեի հրապարակած տվյալը։ Դա անձնական տվյալ է, չեմ ուզում հրապարակեմ, բայց այդ սուբյեկտները, որ այդպիսի թվեր են վկայակոչում, այդ սուբյեկտների ստացած բազմամիլիոնանոց ու տասնյակ միլիոնանոց պարգևավճարներից ես եւ իմ նշանակած թիմը հրաժարվել ենք։ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարում է, թե հրաժարվել է պարգևավճարից ու այս տեղեկությունը հրապարակում է առանց կոնկրետ թվերի։ Լրագրողները համեմատելու հնարավորություն չունեն, որքան աշխատավարձ է ստանում պարգևավճարից հրաժարված Ռոմանոս Պետրոսյանը։ Մինչև հեծը ԿՊԱ Պետրոսյանը պետական համակարգում էր, վերահսկողական ծառայության պետն էր։ Հեծ նրան գործուղեց կառավարությունը ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանին կալանավորելուց հետո, երբ Նիկոլ Փաշինյանը որոշեց էլեկտրական ցանցերը պետականացնելու գործընթաց սկսել։ Պետականացնելու գործընթացքում է սեփականատերերը Կարապետյանները դիմել են արբիտրաժային դատարան, միջանկյալ որոշմամբ դատարանը պարտավորեցրել է Հայաստանին ձեռնպահ մնալ հեծի բռնագրավման հետագա քայլերից, բայց կառավարությունն այս պահանջը չի կատարել։ Աղմկահարույց միջադեպ է տեղի ունեցել Սպիտակում, ջրամատակարարում պահանջող քարաձորցին պնդում է, որ քաղաքապետն իրեն ծեծել է հենց պետական շենքում, երբ պարբերական բողոքներից հետո հերթական անգամ այցելել է համայնքապետարան։ Հիմա էլ այլևս թևեր։ Սպիտակի ԿՊ-ական համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը դարձյալ սկանդալի կենտրոնում է հայտնվել։ Այս անգամ նրան մեղադրում են համայնքապետարանի միջանցքում քաղաքացուն ծեծելու մեջ։ Քաղաքապետարին ասում է. Ես քույրենը ինչ ասես ասել է ու քացին, բայց ես ոտերը բրցած արգաներին, որ քացող տա էսան ենան ինձ ժողովրդին հասնեմ սարապի աշխատողները, մինը բռնմամին ուզում այլ իր հետ, սենց ես մինչեր անի։ Համայնքի գյուղերից մեկի Քարաձորի բնակիչ Գագիկ Էմինյանն է պատմում, թե ինչպես է Նիկողոսյանը հենց քաղաքապետարանի միջանցքում իրեն ծեծել, հայհոյել ու որ նրա ձեռքից մի կերպ է դուրս պրծել։ Ես ընդամենը հելել եմ նարդիվանների վրին, անորս Արման ասել եմ թող արի, ես մի ամսուկ ես ես բողոքում եմ, ոչ մեկ ոչ մի բան դեռ չի դնել։ Պետք է հավա ես խոսեմ։ Արի, եկուս կգնանք մարզպետարան։ Այդ բառից հետո հենց Պրամոյ քաղաքապետը ինչ դեռ եկած այն այլանդակ բառերով, սերական բառերով, ինչ լկտի բառ ասես ինձ ասելա ու չպլուս դրան քացով է որ հոպերը բրցած աչուձախ բրուսքները որ պդի տար, մարդիկ չթողեցին ու թեև մինչև ավտոյից մոտ հազիվ նստել եմ ավտոն փախել եմ, որ ինչ չսպանեն։ Էդի ինչա, իրաս կարելի է, հա, թեզ բան, ես չեմ դոմում։ Սպիտակի ղեկավար Քաջայր Նիկողոսյանն այսօր մեր հարցերին չպատասխանեց, ասաց բերքի տոնի է, զբաղված է։ Փոխարենը Սպիտակի կազմում գտնվող Քարաձորի վարչական ղեկավար Հրանուշ Ռոստոմյանը պաշտպանեց իր վերադասին, հերքեց Գագիկ Էմինյանի մեղադրանքները։ Հնարավոր բան չէ, որ համայնքի ղեկավարը բնակչի վրա ձեռք բարձրացներ։ Համայնքապետը ինքան զուսպ, ինքան կիրթ, ինքան բարի մարդ է, այդ ինչ ասում են լրիվ աբսուրդ է։ Սուտիմուտի բաներ են ասում, իրանք են շարլատան մարդիկ են։ Կարող ասեն ես էլ էսեցի, ինչ կարող։ Քարաձորցի 35-ամյա Գագիկ Էմինյանը տնակում է ապրում իր բազմանդամ ընտանիքի հետ, ասում է մշտապես ջրի խնդիր է ունեցել, թեև իր բազմաթիվ բողոքներից հետո իրենց թաղամաս ջուր են քաշել, բայց ըստ իրեն տուն հասնող ջրի խողովակները նեղ ու անորակ են, մշտապես խցանվում են, եկած ջուրն էլ մուգ գույնի է, խմել հնարավոր չէ, քաղաքապետարան այս բողոքներով է գնացել։ Ծրագիրը կա, որ սաղ եղի ջրերը մագիստրալները պետք է փոխեն, իմը չէին փոխել, իմ գիծը չէին փոխել, մենակ իմը չէ, մեզ թաղի գիծը չէին փոխել, մենք գնացել ենք բողոքել ենք, դրոց եկան, այն որ պետք է 100-անոց տրուբով գցեն, 50-անոց տրուբով են գցել, 50-անոց տրուբով է գցել են, ոչ ավազ են լցել, ոչ մի բան, այսպես է, յարան թրախի դրել են, կեսատ պրատ փագել են, հրես կարակատկենա, սաղ փոսերը ես իմես ինչա ֆասոն, բաց, գրախլամա, հեմել փողերն էլ իրաց մաս տրամել են, այսօր մենք էլ ջուր չունենք։ Մի հատ ընդամենը մի հատ բարակ ջուր ա գալ։ Գյուղի վարչական ղեկավարը սա էլ է հերքում, ասում է ամեն ինչ արել են, որ Գագիկը ջուր ունենա։ Նրա բողոքներն անհիմն է համարում ու նշում, թե համագյուղացիների հետ ունեցած հակասությունների պատճառով են Գագիկի բողոքները։ Ես չեմ ուզում ասել, որ չակերտավոր բաները իրանք անձնական հարցեր ունեն, այդ ում որ ջուր ենք տվել։ Դիկտատորիալ գնացել են բողոքարել, ասեմ։
Քաղաքապետին ծեծի մեջ մեղադրող քարաձորցի Գագիկ Էմինյանն ասում է, դեպքից անմիջապես հետո ոստիկանություն է դիմել, պնդում է, որ տարածքում տեսախցիկներ են եղել, պետք է որ արձանագրեին ամբողջ եղելությունը, արդյոք դեպքը քննության առարկա կդառնա թե ոչ, դեռ հայտնի չէ։ Քննչական կոմիտեից Ազատությանն ասացին, դեռ այս փաստով քրեական վարույթ չկա։ Միջազգային լրահոսից Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի հետ հանդիպման արդյունքներով Վլադիմիր Զելենսկին համոզմունք է հայտնել, որ Միացյալ Նահանգների նախագահը ցանկանում է ավարտել պատերազմը։ Ուկրաինայի նախագահն ասել է, որ հազարավոր անօդաչու թռչող սարքեր ունեն, որոնք պատրաստ են ռուսական թիրախների դեմ հարձակման, բայց անհրաժեշտ են նաև ամերիկյան հզոր հրթիռներ։ Մինչդեռ Սպիտակ տան ղեկավարը չի հստակեցրել, արդյոք Վաշինգտոնը պատրաստ է Կիև առաքել Տոմահոկ համակարգերը։ Փոխարենը Թրամփը երկու կողմերին էլ կոչ է արել ավարտել պատերազմը այն դիրքերում, որտեղ հիմա կանգնած են։ We want tomahawks also. We don't want to be giving away. Մենք այդ հրթիռների կարիքն ունենք, ինչպես նաև շատ այլ զինատեսակների, որոնք ուղարկում ենք Ուկրաինա։ Մեզ համար այդքան էլ հեշտ չէ։ Հուսամ կկարողանանք պատերազմը ավարտել առանց Տոմահոկ հրթիռների մասին մտածելու։ Մենք բավականին մոտ ենք դրան։ Կարծում եմ նախագահ Պուտինը ցանկանում է ավարտել պատերազմը, նախագահ Զելենսկին էլ է ցանկանում, որ պատերազմն ավարտվի։ Մնում է իրականացնենք դա։ I think that President Zelensky wants to get it ended. Now we have to get it done. We want peace. Putin doesn't want. Մենք ցանկանում ենք խաղաղություն։ Պուտինը չի ցանկանում։ Այդ պատճառով էլ պետք է ճնշում գործադրվի նրա վրա։ Այսօր նախագահ Թրամփի հետ կխոսենք, թե ինչ պետք է անել։ Մենք գիտենք, թե ինչ պետք է անել, որպեսզի Պուտինին ստիպենք, որ նստի բանակցությունների։ Մենք պատրաստ ենք ցանկացած ձևաչափով բանակցությունների, երկկողմ, եռակողմ, միայն թե խաղաղություն հաստատվի։ Just peace. This is important. Այս ընթացքում Ռուսաստանը հայտարարում է, որ գրավել է Դոնեցկի մարզի Պլեշչիևկա գյուղը, Ուկրաինան առայժմ չի մեկնաբանել այս պնդումները։ Վրաստանի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, ինչպես նաև պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավարի, նախկին գլխավոր դատախազի, նրանց հետ կապված անձանց ու այլ նախկին պաշտոնյաների տներում խոզարկությունների արդյունքում առգրավել է մոտ $7 միլիոն կանխիկ գումար, թանկարժեք սարդեր, արվեստի գործեր։ Իրավապահները դեռ չեն հստակեցնում, թե ինչ գործի շրջանակում են ուժայինները լայնածավալ գործողություններ իրականացրել իշխող ուժի երբեմնի ազդեցիկ անդամների տներում։ Ազատության հատուկ ռեպորտաժը Ստամբուլից Պոլսահայ համայնքը փոքրանում է, հայերեն խոսք ավելի ու ավելի քիչ է հնչում։ 78-ամյա Օհանես Չելիքը զտարյուն հայ փորձում է հասկանալ, ինչու այնուամենայնիվ այդքան տարի Ստամբուլում հայերի մեջ հայերեն չխոսեց, չսովորեց։ Վախերը մեղմվեցին, բայց Պոլսի հայաշատ եկեղեցիներն ու վարժարանները դատարկվում են, համայնքը փոքրանում։ Իմանա, եթե նույնիսկ չպատասխաներ, չխոսիր, գնախնդրե թրքերենով պատասխանել, որովհետև ավելի թյուրինգ կա, մենք վարժարանի մեջ մեծ մասամբ կսորվեցնենք իրենց հայերենը նախ։ Ստամբուլի թարգմանչած վարժարանի տնօրենն ասում է 140 սան ունեն եւ նրանց մեծ մասը հայերեն սովորում է հենց այստեղ։ Ստացվում է լեզուն նրանց համար արդեն մայրենի չէ, երկրորդ լեզու է, մայրենին թուրքերենն է։ Հայերեն եւ թուրքերեն։ Ավելի շատ որը։ Թուրքերեն։ 7-ամյա Միրան հաստատում է հեշտ է թուրքերենով շփվել, հայերենը հայերենի դասին միայն։ Հայերենը չկա կփնտրենք։ Արևմտահայերենին հիմքը արդեն այս հողերում վրա նետված է։ Մեր ամենեն կարևոր քրագանությունը հոս սկսած է։ Այսինքն այս արմատը, այս սկզբնական գեդը գրեթե պետք չէ մոռանալ։ Բազմամիլիոնանոց Թուրքիայում Պոլսահայ համայնքը Նոսրանում ձուլվում է։ Հայկական վարժարաններում ընդամենը 2600 սովորող կա։ Պոլսում մինչև 35,000 հայ է մնացել հիմա։ Խառնամուսնություններ, արտագաղթ, հայերի թիվը անընդհատ նվազում է։ Ստամբուլում 50 եկեղեցի ու նույնքան վարժարան ունենք, ում համար Պոլսո պատրիարքի գլխավոր մտահոգությունն էլ սա է։ Այդով չենք գնալեցնել, որովհետև մեզ մեծ գուկա այդ բոլորը։ Այս թաղը 40,000 հայ կապրեր 100 տարի առաջ։ Միայն այս թաղը հիմա 40 հայ չապրեր այս թաղը։ Իստանբուլ 4 կայսրություններու երբեմնի մայրաքաղաքն է
Նախորդ շաբաթվա վերջին Ստամբուլի Գումգափու պատմական հայկական թաղամասում էին հավաքվել համայնքի երևելիները, մտավորականներ, հոգևորականներ, Ստամբուլի ժամանակ օրաթերթի ու Երևանի Ֆակտում կենտրոնի համագործակցությամբ նկարահանված ինքնության արահետ Պոլսո պատրիարքական աթոռը ժամանակների մեջ ֆիլմի պրեմիերան էր, փաստավավերագրություն ավելի քան կես հազարամյակի պատմություն ունեցող պատրիարքական աթոռի մասին։ Կոստանդնուպոլսո պատրիարքական աթոռը, որը պատմությունը գուցե տարօրինակ թվի, սկսած է քաղաքի անգումով։ Այստեղ 84 պատրիարքների պատմությունն է նաև Թուրքիայի հայ համայնքի 100-ամյակների պարտություններն ու հաղթանակները։ Թուրքերեն թևինդակը երկու ծմերուկ չես կնարկրել, մեկ թևինդակը, իսկ հայոց պատրիարքները 4 ծմերուկ պետք է գրեն, երկու թևերուն։ Անհնարին տվացյալ հանձնարարությունը Պոլսո պատրիարքների պատմությունը ներկայացնելու գաղափարը ժամանակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանինն է։ Ի հիշատակ թերթի խմբագիր Մարտիրոս Գոչունյանի մահվան 50-րդ տարելիցի ցանկացել է նաև այսպես նշանավորել Սահակ պատրիարքի գահակալության 5 տարին։ Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձության ատենապետ Պետրոս Շիրինօղլուի նվիրատվությամբ է իրականություն դարձել ինքնության արահետը։ Այս ֆիլմը մեզ ցույց կտա, որ մենք որքան մեր գարձած շատ ավելի թադաբարդված ենք միասնական լինելու։ Եվ տուժել ենք ամենախաղաղ պայմաններում, երբ հեռացել ենք միասնությունից, շեշտում է Արա Գոչունյանը։ Այս բանը պետք չէ անենք միայն այն ադեն, երբ որ մեր գլուխը բադիմը կզառնենք, չէ, մենք լավ ժամանակներ ունենալ, եթե միասին լինենք, իրականության մեջ շատ ավելի երկարաժամկետ ցերպերումներ գրնանք ապահովել։ Ֆիլմի հեղինակ, գրող, հրապարակախոս ու վավերագրող Տիգրան Պասկևիչյանը շուրջ 6 տասնյակ մասնագետների հետ է զրուցել՝ օսմանագետներ, հոգևորականներ, իրավաբաններ։ Աթոռի 564 տարվա պատմության մեջ գուցե լավը քիչ է, վատը շատ, բայց որոշումը ըստ Պասկևիչյանի ճշմարտությունն ասելն էր։ Հույս ունի, որ ինքնության արահետը դուռ ու ճանապարհ է ցույց տալու նաև այսօր։ Վիճակ է, հուսահատություն կա, և սա տեսնելով մենք հասկանում ենք, որ ինչ-որ անհատներ գալով, գաղափարներ բերելով կարող են բեկումնային փոփոխություններ անել։ Փաստավավերագրության հեղինակին Պոլսո հայոց պատրիարք Սահակ arczepiskopos Մաշալյանը պարգևատրեց Մաղաքյա Օրմանյան շքանշանով։ Ինքնության արահետը թարգմանված անգլերեն, թուրքերեն ու ֆրանսերեն լեզուներով էկրան կբարձրանա նաև այլ երկրներում։ Ես պարզապես հբարդացա, ուրախացա եւ նաեւ խոհեմ, որ մեր Պոլսո պատրիարքության պատմությունը միայն քիրքերուն մեջ պետք չմնա։ Ֆիլմում նաև 100-ամյա վաղեմության խնդիրն է Պոլսո պատրիարքարանը, որ ոչ միայն եկեղեցական, նաև համայնքային, մշակութային ու սոցիալական գործառույթներով կառույց է, կարգավիճակ, կանոնադրություն չունի։ Թուրքական իշխանությունը չի ուզում փոքրամասնություններին կարգավիճակ տալ, համարելով, որ դա պետություն է պետության մեջ, շեշտում է Սահակ պատրիարքը։ Եվ որ իրենց թիմեն կոյևե խնդիրով լուծումը կգտնեն։ Զորնակ, եթե պատրիարք պիտի ընտրենք, լուծումը կհայթայթեն եւ անգե հետո բայց մնայուն ովև կանոնակրություն գոյություն չունի։ Թաղային խորհուրդները կան, համայնքի ունեցվածքն են կառավարում, բայց բոլորին միացնող ու իրավական կարգավիճակ ունեցող հարթակ չկա, նույն խնդրի առջև են ասորի հրեա հույն համայնքները։ Թուրքիայի հանրապետությունը ճանաչում է եւ շփվում է կամ պատրիարքի անձի, կամ էլ պատրիարքարանի շենքի հետ։ Մեծ հույս չունեն, որ թուրքական իշխանությունը կլուծի այս հարցը, հատկապես որ համայնքը փոքրանում է, այլ հարցեր իշխանության հետ չունենք, ասում է Սահակ պատրիարքը։ Մեզ մարդու դեր գտնեն։ Վարչապետը նախագահը գայցել է, նախարարները գուքան, մեզ կհրավիրեն, պետական պրոտոկոլի մեջ դեր գուտան, կլսեն մեզ, այնպես որ շատ հարցերը, ինչպես որ լսեցիք մեզ մեյը։ Պոլսո 85-րդ պատրիարքը վստահ է, որքան էլ դժվար է, համայնքը ոտքի վրա կմնա ու պատրիարքական աթոռի 1000-ամյակը կնշեն նույն վայրում, ուրիշ հայեր, մի 400 տարուց։ Պոլսո մեջ հայ համայնքը եւ պատրիարքությունը հրաշքն է։
Եվ Հայաստան վերադառնանք ռեպորտաժ Շիրակից Մինասի երկու որմնանկարները տեղափոխվել են նրա հայրենի Ջաջուր։ Տարիներ շարունակ այս աշխատանքները կառավարության շենքում էին հեռու շատերի աչքից։ Ջաջուրցի մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի թանգարանը հիմնանորոգվելուց հետո այսօր վերաբացվեց ու երկու կարևոր ցուցանմուշով համալրվեց։ Տարիներ առաջ կառավարության շենք տեղափոխված հանդիպում եւ Խաչքարի մոտ որմնանկարներն այլևս այս թանգարանում կցուցադրվեն։ 15 տարի փակի տակ մնալուց հետո որմնանկարները վերադարձան տուն, նկատեց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը։ Ինձ համար այստեղ ամենակարևորն այն է, որ ոչ թե մշակութային օջախից է տեղափոխվում ցուցանմուշը կառավարության շենք, այլ հենց կառավարության շենքից վերադառնում է տուն, մշակութային օջախ։ Դա շատ կարևոր է եւ շատ կարևոր նախադեպ է եւ պահպանության առումով, եւ հանրահռչակման առումով, եւ ամենակարևորը հենց խորհրդանշորեն։ Այս որմնանկարների տունը տեղը հենց այստեղ է, մեր թանգարանում։ Ես սա խորհրդանշորեն կոչվում Մինաս Ավետիսյանի տուն, ճիշտ է տունն այստեղ չէ, տունը մի փոքր հեռու է այստեղից, բայց այնտեղ որտեղ արվեստագետի նկարներն են, այնտեղ արվեստագետի հոգին է։ Տարիներ առաջ, երբ Գյումրիի Կիսավեր գործարանի պատից այս որմնանկարները տեղափոխվեցին կառավարության շենք, բողոքի ակցիաներ անցկացվեցին։ Մինասի հայրենի տուն նրանք վերադարձան 15 տարի անց։ Նկարչի որդու թանգարանի վարիչ Արման Ավետիսյանի համար որմնանկարների տեղափոխման լուրը անակնկալ է եղել։ Կարծում եմ դա շատ ճիշտ եւ տեղին որոշում է կառավարության կողմից։ Արման Ավետիսյանն ասում է, տեղափոխումների ժամանակ որմնանկարները թեկուզ քիչ, բայց վնասներ կրում են։ Եվ հիմա մենք մասնակի վերականգնել ենք, հետագայում հույս ունեմ, որտեղ դա առանձին ֆինանսավորման խնդիր է, հնարավորության դեպքում, առաջի իսկ հնարավորության դեպքում այդ գործընթացներ կկազմակերպենք, որ ամրակայվի ինչ որ տեղեր, թույլ տեղեր ունենք։ Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենից հետաքրքրվեցինք, թե ինչ միջոցներով են որմնանկարները տեղափոխվել կառավարության շենքից Ջաջուր։ Կառավարությունն ու կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն է հոգացել ծախսերը բոլոր։ Նախագծանախահաշվային փաստաթղթավորումը պատրաստել ենք մենք մեր միջոցներով, այսինքն Հայաստանի ազգային պատկերասրահը, մնացածն արդեն արվել է նախարարության միջոցներով եւ կառավարության աջակցությամբ։ 2 տարվա ընթացքում Հայաստանի ազգային պատկերասրահը պետական միջոցներով եւ մասնավորի ներգրավմամբ վերանորոգել եւ արդիականացրել է թանգարանի ցուցասրահները։ Լուսային մոնտաժման համակարգերը տեղադրվել է արևային կայան։ Այս պայմանների ապահովումից հետո է, որ միայն Մինասի բնօրինակ աշխատանքները վերադարձել են թանգարան։ Դեռևս մի քանի տարի առաջ մենք հնարավորություն ունեինք այստեղ ցուցադրել բնօրինակները եւ ժամանակ առ ժամանակ վերատպությունների միջոցով ներկայացնում ենք Մինաս Ավետիսյանի ցուցադրությունն արվեստն այստեղ, որովհետեւ չէին համապատասխանում պարզապես կլիմայական պայմանները։ Մենք գիտենք, որ սա Շիրակի մարզի ամենացուրտ տարածքներից մեկն է եւ առանց կլիմայական պայմանների թանգարանը երբևէ թույլ չէր տար իրեն այստեղ թողնել իր նմուշները։ Դժվար որոշում են կայացրել, ասում է Մարինա Հակոբյանը, Մինասի ցուցանմուշներից բաժանվելը, ասում է, հեշտ չէր։ Մինաս Ավետիսյանի գրեթե ամբողջ գեղանկարչական հավաքածուն այստեղ է։ Մի քանի ցուցանմուշ գտնվում է մեր գլխավոր մասնաշենքում, Հանրապետության հրապարակում, ազգային պատկերասրահի ցուցասրահներում եւ ասեմ բավական բարդ որոշում էր, որովհետեւ մենք դժվարությամբ ենք բաժանվում մեր ցուցանմուշներից, բայց սա էլ է մեր մասնաճյուղը, սա էլ է մեր տունը եւ մենք որոշում կայացրեցինք, որ մասնաճյուղում պետք է հանգրվանի Մինաս Ավետիսյանի ստեղծագործական ժառանգության մեծ մասը եւ այսօր այդպես է։ Ջաջուրցի մեծ նկարչի կտավներում իր կողքին ապրած մարդիկ են իրենց կենցաղով, նրա ստեղծագործությունները իրենց վառ գույներով են տարբերվում։ 50 տարի առաջ ավտովթարից մահացած նկարիչը 47 տարի ապրելով հասցրել է մեծ ժառանգություն թողնել, բազմաթիվ կտավներ, գործարանների ու մշակույթի տների պատերին որմնանկարներ։ Այսքանը օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին, սոցիալական ցանցերում կհանդիպենք։